Արդեն գիտեք, մենք այսօր խոսելու ենք Հիսուսի բարեխոսական աղոթքի երկրորդ բաժին։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստծո օգնությամբ մեր այսօրվա քարոզի նյութն է Հիսուս Քրիստոսի քահանայապետական աղոթքը։ Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Ավետարան ըստ Հովհաննու 17-րդ գլխուն 15-րդ համարեն սկսյալ։ Մեր Տեր ու Քրիստոս Հիսուս Քրիստոսի բարեխոսական աղոթքը։ Չեմ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես, հապա որ զանոնք չարեն բահես։ Անոնք աշխարհեն չեն, ինչպես ես աշխարհեն չեմ։ Սրբես անոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու զիս աշխարհ գրգեցիր, ես արձանոնք աշխարհ գրգեցի։ Անոնց համար ես իմ անձս կսրբացնեմ, որպեսզի իրենք ալ ճշմարտությունով սրբանան։ Բայց միայն անոնց համար չեմ աղաչեր, այլ բոլոր անոնց համար, որոնք անոնց խոսքով ինձի պիտի հավատան, որպեսզի ամենքն մեկը լան, ինչպես դու ով հայր իմ մեջս ու ես քու մեջը, որպեսզի անոնք ալ մեր մեջ մեկ ընլան, եւ աշխարհ հավատա թե դու գրգեցիր զիս։ Այն փառքը, որ դու ինձի տվիր, ես անոնց տվի, որպեսզի մեկը լան, ինչպես մենք մեկ ենք։ Ես անոնց մեջ եւ դու իմ մեջս, որպեսզի իրենք գադարյալ լան միության մեջ ու աշխարհ գիտնա թե դու գրգեցիր զիս ու սիրեցիր զանոնք, ինչպես զիս սիրեցիր։ Ով հայր, զանոնք, որ դու ինձի տվիր, գուզեմ, որ ուր որ ես ըլնամ, անոնք ալ ինձի հետ ըլնան, որպեսզի տեսնեն իմ փառքս, որ ինձի տվիր, բացի դու ինձի սիրեցիր աշխարհի սկիզբեն առաջ։ Ով արդար հայր, աշխարհ քեզ չջանցավ, բայց ես քեզ ջանցա եւ ասոնք ջանցան, թե դու զիս գրգեցիր։ Քու անունդ անոնք ջանցուցի ու պիտի ջանցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձի սիրեցիր, անոնց մեջ ըլլա, ու ես ալ անոնց մեջ։ Ինչու Հիսուս Քրիստոսի բարեխոսական աղոթքը նաեւ գոչվի Քրիստոսի քահանայապետական աղոթքը։ Ինչու այս արդահայտությունը։ Եբրայեցիս 1:14 եւ 15-16-ի մեջ այսպես կգարտանք. Արդ մենք, որ մեծ քահանայապետն ունենք, երկինքը կացած, Հիսուսը Աստուծո որդին, ամուր բռնենք մեր թավանությունը, քանզի ոչ թե այնպիսի քահանայապետն ունենք, որ կարող չլա, մեր դգարություններուն գարեգից լա, հապա ինք ամեն կերպով փորձ արած է մեզ նման, բայց առանց մեղքի։ Ուստի ալ համարձակությունով մոտենանք շնորհած աթորին, որպեսզի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք բեկ եղած ադենը մեզի օգնելու։ Հիսուս Քրիստոս ինչպես երկրի վրա ապրած եւ ծառայած ժամանակին մոդելում էր մարդկանց, լսում էր եւ իր սիրով գարեկցում էր, օգնում էր, բժշկում էր, հոգում էր, ազատագրում էր։ Նույնպես Հիսուս Քրիստոս իր համբարձումեն ետքը եւ երկինք բարձրացավ, Հիսուս Քրիստոս կշարունակե իր առաքելությունը երկինքեն երկրի վրա իր անունը գանչող ժողովուրդին։ Ամեն անոնք, որոնք Հիսուս Քրիստոսի գմոտենան եւ մոտենալու են Քրիստոսի գարեկցությունը գվայել են։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի մոտենալու չամաչենք, չվախնանք, չքաշվենք, մենք մեր անձերուն համար չսենք ես ով եմ, միշտ հիշենք, ինչպես որ այսօր մեր քույրը եւ երկեցողության մեջ Դերոջ հոգին մեզ առաջնորդում է մոդենալու
նայելու Հիսուս Քրիստոսին։ Նույնը մեր կյանքերում մեջ ենք։ Սիրելիներ, ինչ որ Քրիստոսի ավետարանի մեջ հիշված է, թող ձեր մտքում չվրիպի, որ ամեն մի բաժին, ամեն մի թեփ շատ անհրաժեշտություն է, որ մենք անոնք լավ ճանչնանք, լավ իմանանք եւ մեր կյանքերում մեջ գիրառենք։ Երբ որ Հիսուս իր առաքելության ճամփորդությունը գներ դուր, Բարտիմեոսը լսեց, թե Հիսուս այդ ճանապարհը կանցնի։ Եվ սկսավ քորալ իր բոլոր սրտով, իր բոլոր ոգիով, Հիսուս, որդի Դավթի է։ Փարիսեցիները չիմացան, որ Հիսուս որդի Դավթի է, բայց ինքը գույր լալով իմացան, որ Հիսուս որդի Դավթի է։ Հիսուս որդի Դավթի է, իր իմանալը կնշանակե թե Հիսուս աշխարհ քալիք Մեսիան էր եւ գսե բոլոր ոգիով քորած։ Հիսուսի աշակերտները կթատրեցնեին, գլրեցնեին, ինք ալավերի գաղաղագեր եւ գսեր Հիսուս իմանում էր, որ արիթը եկած էր, ամեն ինչ մեկում տրավ և բոլոր ուժով քորած։ Սիրելիներ, մոտեցիր Հիսուսի և սիրտը բաց, ինչպես որ ասեցի ասկարաջ, ունեցիր քո սարը, ունեցիր քո ներքին սենյակը, մտիր, այնպիսի բահերու մեջ, այնպիսի ժամերու մեջ, ոչ ոք քեզ չդնա, ոչ ոք չիմանա, ոչ ոք չլսե, և ցայնդ բարձրացուր, և ասե Հիսուս որդի Դավթի, ողորմիր ինձ, մի ամաչեր, մի քաշվիր, հաճախ երբեմն հավատացյալներուն ասում են, գրվիր Հիսուսի հետ, մինչև որ քեզ չորտնե տուն իրեն մի թողուր, Քրիստոսի մոտենալու մի վախեցիր։ Իսկ ինչու մենք այս աղոթքը կգոչենք Քրիստոսի բարեխոսական աղոթքը, թե գոչում ենք քահանայապետական և թե գոչում ենք բարեխոսական։ Եբրայեցիս 7-րդ գլխում 23-25 համարների մեջ այսպես կգարտանք. Շատ քահանաներ եղած են, շատ, քանի որ մահը արգելք եղած է, որ անոնք շարունակ քահանա մնան։ Ինչու շատ է, որտեղ մահ կա, մեկի ետևե մյուսը։ Բայց ասիկա հավիտենական ըլլալուն համար իր քահանայությունը անցանելի է։ Ուստի բոլորովին կարող է ապրեցնելու զանոնք, որ իրմով Աստուծո գուքան, հավիտենական քահանայապետ է, կարող է ապրեցնելու, որոնք Քրիստոսով մենք Աստուծո կներկայանանք։ Եվ համարը այսպես կամփոփ է, որովհետև ինք միշտ կենդանի է անոնց բարեխոս ըլլալու։ Քրիստոս կենդանի է իր աշակերտներուն համար բարեխոս ըլլալու։ Վասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մգվայներ, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկինքեն վեր բարձրացած։ Վասնզի օրենքը դգարությունով բաշարված մարդիկ քահանայապետ կգարկե, բայց երթումի խոսքը Քրիստոսի համար, որ օրենքեն հետո էր որդին, որ հավիտյան գադարյալ է։ Այս համարներում մեջ ինչ կտեսնենք։ Առաջինը գիշեշտատրե Քրիստոսի գարեկցությունը, Քրիստոս քահանայապետի գարեկցությունը։ Եվ Հիսուս իր աշակերտներուն ինչ ասավ, ահա ասիկ ես ձեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը։ Սիրելիներ, երբ մենք Եբրայեցիս նամակը կգարտանք, կամ Եբրայեցիս նամակի մասին պատկամ կդրգի խոսակցություն կլա, մենք բան իմանալու ենք, որ այն ժամանակահատվածին, որ առաքյալը Եբրայեցիս նամակը գրեց, Եբրայեցիս հութայական հավատացյալները ծանր խիստ փոթորիկի մեջ էին։ Երկիրը սկսած էր ինալ, հռոմեական գասությունը մուտք պիտի կորձեր Երուսաղեմ, հռոմեական գասությունը սկսած էր քրիստոնյաներուն հալածել
եւ հութայական հավատացյալները եւ ամբողջ հрьяաները Հրեաստանին Երուսաղեմին դուրս պիտի քայլեն։ Եվ այդ օրերուն սպիր հութա սպիրկը սկսավ օգնել բաղեսին գտնվող հութայականներուն, հрьяաներուն, բացի քրիստոնյաներուն, մեղադրելով անոնց, որ դուք գրոնափոխ եղաք։ Դուք արժանի եք այն ինչ որ այդ օրերուն, այսինքն արժանի եք այն ինչ որ գգրեք, եւ հութայական հավատացյալները երկու կողմանի նեղը մնացին, երկու գրակների միջև մնացին։ Հռոմեական գարսության հալածանքը հрьяաներուն մերժումը իրենց բարեկամներուն, իրենց ասկականներուն։ Այդ իրավիճակներում մեջ առաքյալը կներկայացնե եւ գսե Հիսուս է ծեր միակ հույսը, Հիսուս է միակ խոստումը, Հիսուս է միակ եւ լավագույն օգնականը, Երուսաղեմը չէ, այլ վերին Երուսաղեմն է, որում մենք կփախցանք 7 դարբեր հատկանիշներ գհիշե լավագույնը եւ քերակույնը, որ դուք լավագույնը ունիք եւ դուք քերակույնը ունիք։ Գհիշեցն է, որ Քրիստոս ցեզի հետ է ծեր փոթորգոտ նավուն մեջ։ Ինչպես առաքյալներու նավը եւ փոթորիկի հանդիպեցավ Հիսուս կգնանար եկան եւ ասին վարտա պետք է գործվենք։ Չգրցան մտածել թե որ եթե նավը խորդակվի Հիսուսան հետերին խորդակվի։ Իրենք պետք է իմանային, որ Հիսուս իրենց հետ է, Հիսուս անխորդակելի է։ Հիսուս եթե քնացած է, ասել չէ թե անդեղյակ է, պաստերը արդոնեց, որ իրենց հավատքը աճի, հավատքը բարձրանա եւ գադարելապես Աստուծո հուսան իրենց փոթորիկի մեջ։ Սիրելիներ, մենք մեր հավատքի տասերը կսորվին կյանքի փոթորիկներուն ընթացքին։ Խաղաղ եւ ջող հանգստավետ պայմաններում մեջ մենք Աստուծո փառք ունենք, բայց ոնց չէ որ մեր հավատքը գաճի։ Ուստի փոթորիկներուն ընթացքին Հիսուսեն մի հեռանար։ Ինչ կսե մենք քահանայապետն ունենք, որ անգարեգից է, Հիսուս ողորմած ու շնորհ ընող է, համարձակությամբ մոտենանք ողորմություն եւ շնորհ խնդրելու։ Այս երկու բառերը իրարու հետ կողքովի եկած են։ Եվ հрьяաներուն համար ինչ է տարբերությունը, ողորմություն եւ շնորհ, ոչ թե որ փարամթերք մնե որ դու ջողացած կներկայացնես, ոչ։ Հստակ տարբերությունը կա, թեև իրարու քույր հոմանիշ կնկատվի։ Ողորմությունը հին ուխտի մեջ սիրելին է ընդհանրապես մեծ մասշտաբով եկած է եւ տուն Աստուծմե մեղքերու թողություն եւ քավություն կխնդրես։ Հայ ողորմությունը է։ 51-րդ Սաղմոսի մեջ ինչ կգարտան, ողորմե ինձ ով Աստվածքու արած, ողորմությանը թանեմա։ Երբ որ Հիսուս Փարիսեցին եւ Մաքսավորին աղոտ կներկայացուց, Մաքսավորը տաճար մտավ, գուրս կծեծելով ասավ դեր ողորմե ինձ մեղավորից եւ Հիսուս կսե արդարացած իր դունը կնաց։ Այսինքն ողորմությունը երբ որ մենք ընկած ենք, Աստված չնեմեղանչած ենք, վրիված ենք, ասենք դեր ողորմի, այսինքն դերներ է։ Իսկ շնորհ կնելը հին ուխտի մեջ շեշտադրված է, որ դու գխնդրես դերոջը հաջությունը։ Դեր եթե քու արջևը շնորհ կդա, քու ծառայի այսպես է։ Հիսուս մեզի ներեց, Հիսուս մեզի որդեգրեց։ Մենք կյանքի մեջ կգնա ըլլալ, որ մարդոց ողորմություն ընենք եւ գներենք։ Բայց ողորմություն ընելեն ետքը եւ տուն կհաջիս, եւ թեմինին ներելեն ետքը տուն թեմինին կհաջիս, տուն կունեցածը կուդաս։ Դերը մեզի ինչու շնորհ կնե, որովհետև դերը մեզ կտեսնե որպես իր զավակը։ Ուստի համարձակությամբ մոտենանք, չամաչենք, սիրելիներ զավակները իրենց ծնողներեն չեն ամիջնար։
Եթե նույնիսկ զավակը իր հորը կամ իր մորը մոտենալու ամա չէ, բայց ծնողքը իր զավակին չմերժեր։ Արգախ ամեն ինչին։ Եթե նույնիսկ շատ ներող եղեք, ամուսինը դիկնոջ, դիկինը ամուսինին չհանդուրժե, բայց մեր զավակներուն կհանդուրժեն։ Ինչ ալեն կհանդուրժեն։ Գիտեք ինչու։ Զավակը։ Զավակը։ Անպայմանորեն տարբեր հոգիով կմոտենանք։ Ծնող որպես մեր զավակներուն։ Առաքյալը ասի գուզե ներկայացնել, որ մոտենանք Հիսուսին, մոտենանք մեր քահանայապետին, մոտենանք մեր բարեխոսին։ Եվ գսե մենք քահանայապետ ունենք։ Քահանայապետը ինչով կզանազանվի մնացյալ քահանաներեն, որտեղ ինքը հութայականներուն կհիշեցնե եւ կհամեմատե հութայականությունը Քրիստոսի հետ։ Հրեշտակները Մովսես, քահանայապետ, Ահարոն Եբրայեցիս նամակի մեջ բոլորը կհամեմատե եւ ցույց կտա Քրիստոսի քերազանցությունը։ Սիրելիներ, քահանայապետը քավության բادرակ կմատուցանել։ Իրենք ունին հadouk քավության օր, զադիկ, ադի մեր օրայցուցով ընդհանրապես սեպտեմբերին կա։ Եվ գտոնի, միան Հիսուս է քու քավությունը։ Եթե քահանայապետը քավություն չգադարե, ուրեմն ինքը քահանայապետ չէ։ Ասի գրոնական գարկ է, անշուշտ բոլոր եկեղեցիներուն մեջ կա, չեն ուզել ընդարձակել, բայց Հիսուս է մեր հավիտենական քավությունը։ Հավատա եւ վստահիր, որ Հիսուս պատրաստ է քեզ ներելու, քեզ ընդունելու։ Եվ գսե Հիսուս մեր բարեխոսն է, այն համարները, որ կարդացի, շեշտադրված բարերը մեկ ճուրի երես եմ համ։ Հիսուս ընդունած է քեզ քու խոնարհությամբ եւ հավատքով, որ դու իրեն ներկայացար։ Եվ դու գտիմես Քրիստոսի բարեխոսության, կնշանակի թե դու վստահում ես, հանձնվում ես Քրիստոսին։ Եվ Քրիստոս քեզ կներկայացնե որպես զավակ իր եկնավոր հորը։ Ինչու Հիսուսի անունով բարձրացված խնդրանքները Աստուծո կողմանը ընդունելի են, որովհետև Քրիստոսի արյան քավությունը ունեցողին վրա գա Քրիստոսի պատմուճանը, գա Քրիստոսի արյան հոդը, եւ Տերը քեզ նայում է, քեզ չի դնում, այլ քեզ դնում է ծածկված իր որդիով։ Եվ ասում է Հիսուս սուրբ է, ամեղ է, անարատ է։ Հիսուսի բարեխոսությունը եւ քահանայապետությունը երբեք նման չէ մարդկային քահանայապետության եւ բարեխոսության, որովհետեւ սուրբ է, ամեղ է, անարատ է, զատված է մեղավորներեն եւ երբեք դգարության դեր չունի իր կյանքին մեջ։ Հիմա մենք որպես հայեր մեր մայր եկեղեցին մենք ունենք գիտենք կաթողիկոս։ Բայց կաթողիկ է եկեղեցի, որ ընդհանրապես կաթոլիկ կսվի, բայց կաթողիկ է եւ փապը որ կսվի, ամենաջշգրիտ դիդրոսը որ իրեն կդրվի, որ ինքը հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանայապետն է։ Ասի ըլա արաբերենի մեջ, ըլա աստվածապանական մեջ, կամ ըլա դիերեզերական եկեղեցու ժողովներում մեջ, փոփ ըսվել է ավելի քահանայապետ կսվի։ Եվ այնպես մի եղած է, որ թե կաթոլիկ եկեղեցին եւ թե արաքելական եկեղեցին ունին բادرակի խորհուրդը։ Հիմա հայ կաթոլիկ եկեղեցու բادرակը եւ հայ արաքելական եկեղեցու բادرակը շատ իրար մեջ տարբեր չէ։ Եթե ներկա եղած եք, հետաքրքրված եք, ինչ որ է, 90% նույնն է։ Եվ հիմնականում սիրելիներ, եթե մեկը բادرակը սկիզբեն
գեհեդևի եւ ծանոթ է քահանան կամ քահանայաբեդը օրվա պատարագիչը կաթոլիկոս, եպիսկոպոս, վարդապետ, քահանա ինչ որ է խորան չփարսանալուց ուքակ հավիտ իր մեղքերը կխոստովանի իր մեղքերը կլվա եւ անքիր գարդասանե ողորմե ինձ ով Աստված վարած ողորմությանը համեմատ 51-րդ Սաղմոսը Այս քահանայաբեդը նախքան խորան փարսանալը հաղորդության խորհուրդ ներկայացնելը խոստովանություն կներ բայց հիմա միտքս ասե համեմատենք Հիսուս քահանայաբեդը խոստովանություն չունի, որովհետև սուրբ է, անմեղ է, անարատ է։ Անոր համար իր մեղքի քավությունը, որ իր անցովը ըրավ ընդունելի է, թողություն դվողը անմեղ լինելու է։ Հիսուս մեր քահանայաբեդը մեղք չունի, անոր համար ինքը սուրբ է, իր արյունը սուրբ է, իր զոհաբերությունը սուրբ է, եւ բոլորովին ընդունելի Աստուծո կողման է։ Այնշուշտ եբրայեցի ստամակը բավականին գոգն է եբրայեցիներուն ճանչնալու իսկական քավությունը եւ ճանչնալու Հիսուսի անձը, որ քահանայաբեդներեն շատ ավելի բարձր է, ինչ որ մենք համարներու մեջ կարդացինք, երկին կացած է, կենթանի է, քահանայաբեդը եւ բարեխոս է հավիտյան։ Հիսուս գսե երթումի խոսքն է, ասիկա բավականին լուրջ դվյալ մնե, դեսեք սիրելիներ, դեր Աստված, մարդուն շնորհելի փրկության խոստումը, մարդուն դվավ իր անձին վրա երթում ընելով։ Դերը խոստացավ ուղարկել փրկիչը, որպեսզի մենք իր խոստումին վրա որպես մարդ անգասկած, անվերաբար հավատք, հույս, վստահություն ունենանք երթում ըրավ։ Երթում ըրավ իր անձին վրա, որ ես իմ խոստումից դերն եմ, ես իմ խոստումս գադարելու կարողություն ունիմ։ Իր անձին վրա գնքեց Աստուծո երթումի խոսքը, որ երթումը խոսքով է, որդին է։ Աստված երթում ըրավ, իր խոսքը դվավ, այսինքն դերը մարդուն փրկության համար իր որդին դվավ։ Աստվածաբանություն է, չէ՞։ Ինչ կգարտանք Հովանու 1:1-ի մեջ, սկիզբել էր բանը, եւ բանը Աստուծոկով էր, եւ բանը Աստված էր։ Հին հայերեն է, որ այսօր մենք չենք կործածել, սկիզբել էր խոսքը, եւ խոսքը Աստուծոկովն էր, եւ խոսքը Աստված է։ Հիսուս Քրիստոս երթումի խոսքն է, անփոփոխ։ Սիրելիներ եւ Քրիստոս իր քահանայապետական աղոթքին մեջ ինչը սա, եթե հատվածին ուշադրություն ունենք, ինչու փափակեցա, որ անպայման գարտակ ասածը, տեսեք ինչ կսե։ Ասոն քու խոսքը պահեցին, սրան քո խոսքը պահեցին, աշակերտները պահեցին Աստուծո խոսքը, աշակերտները ընդունեցին Քրիստոսը, աշակերտները հնազանդեցան եւ հետևեցան Քրիստոսին, որ այսօր Քրիստոսի աշակերտները դուք եք։ Ինձին ընդունեցին Քրիստոս կսե եւ Քրիստոսը ընդունողը Աստուծո ընդունած կլա։ Քրիստոսը մեր ժողը Աստուծո մեր ժած կլա եւ դեն Հիսուս Քրիստոս այս աղոթքը կբարձրացնե իր հորը։ Հիսուս հավիտենական է, այսինքն երկնքի աջ կողմն է իր իշխանությամբ։ Միշտ համբարձումին հետ առաքյալները մագակրած են եւ նստավ իր հորը աչքին։ Այսինքն Քրիստոս վերահաստատավ իր իշխանությունը բոլոր մարմնի վրա։
Սիրելիներ, եթե ուշադրություն դարձնենք Եբրայեցիս նամակի մեջի այս հատվածները, որ ես ձեզի կարդացի, 4-րդ գլխին եւ 7-րդ գլխին, պիտի տեսնենք, թե առաքյալը մեկնաբանած է Հիսուս քահանայապետին աղոթքը։ Ես ոչ թե երկու պատկան եմ ներկայացնում, այլ ուզում եմ ներկայացնել Քրիստոսի քահանայապետության եւ բարեխոսության հիմքը, որ հիմնված է առաքյալի նամակի եւ ուղերձին վրա։ Ինչ որ Հիսուս Հովհաննես 17-րդ գլխում մեջ մեզ համար աղոթած է, առաքյալը խտացված կներկայացնե Եբրայեցիս նամակի մեջ։ Եվ հիմա տեսնենք, թե Հիսուս ինչ հիմքերու վրա փարսացուց իր աղոթքը։ Երբ մենք ասենք Հիսուս Քրիստոսի քահանայապետական աղոթքը կամ Հովհաննես 17-րդը, մեր մարդկային վրազող, արագ, բացատրություն, մեկնություն, ճանաչում ունենալու համար, ասենք, որ Հիսուս ինչ խնդրեց։ 3 բաներ։ Պիտի հիշեմ եւ այդ կարգ ուղղությամբ ցես ամեն մեկուն համար պիտի աղոթենք։ Չեմ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես, այլ չարեմ այս։ Սրբես անոնք քո խոսքով կանզի քո խոսքը ճշմարտություն, որպեսզի անոնք իմ մեջ եւ ես քո մեջ մեկը լինենք։ Պահել, սրբել եւ միություն։ Առաջին գերը, չեմ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես, այլ չարեմ այս։ Ինչպես հայրը որդին աշխարհ բրգեց, նույնպես հիմա Հիսուս մեզ ղրգած է աշխարհ, եւ կամ որոշ ժամանակ մեզ պահում է աշխարհի մեջ։ Գսե չեմ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես։ Իսկն Հիսուս իր հորը գսե, հայր չեմ ասել, թող երկին փոխադրվին։ Չէ, ընելիք ունի այս աշխարհի մեջ, որ չար է, որ անիզված է, որ մերժած է Հիսուս Քրիստոսին։ Այլ գսե զանոն աշխարհի մեջ չարեն բայց, ինչպես դու ինձ ղրգեցիր, ես իրենց աշխարհ ղրգած եմ։ Քրիստոս մեզ որոշ ժամանակ աշխարհի վրա բահում է, որպես վգա իր գադարած փրկագործության։ Ամեն մեկ հավատացյալ իր գտնված վայրին եւ իր գտնված շրջանագին մեջը վգայություն է։ Մի խոսիկ վգայություն է։ Խոսեցեք վգայություն է։ Ձեր շրջանագին համար քախնի աղոթեցեք վգայություն է։ Բացահայտ աղոթեցեք վգայություն է։ Մեզ մեր յուրաքանչյուրին կյանքը եւ լույսը եւ աղը արդեն իսկ մեր ներկայությունը վգայություն կդառնա, արգախ կընդունի կամ արգախ չեն ընդունի։ Ի վերջո սիրելիներ, մենք ունենք աստեցությունը, որ Քրիստոս մեզ փրկած է։ Ինչու այդ վգայությունը։ Քրիստոսի միտքը, նպատակը ինչ է, որ մեզ թողում է, որ մենք շարունակենք որոշ ժամանակ այս կյանքը երկրի վրա, սիրելիներ, որպեսզի մենք հասնենք ընդրվածներուն փրկության։ Պողոս առաքյալ երբ որ քարոզեց Գործարքելոս 14-րդ գլխի մեջ Ղուկաս ավետարանի չգիսե, անոնք, որոնք ընդրված էին, Հիսուսը փրկիչ ընդունեցին։ Մենք ընդրվածներուն չենք ճանչնար եւ չենք գիտեր անոնք ինչպես դարձի գուկան, բայց մենք մեր վգայությամբ մեր ուրգանը գցենք։ Եվ անպայմանորեն այդ ուրգանի մեջ ընդրվածները գուկան եւ Քրիստոսի գմյան։ Հիսուս մեզ թողում է աշխարհի մեջ եւ Հիսուս իմանում է, որ մենք այս աշխարհի մեջ ունենք փորձություններ։ Աշխարհը փորձատաշտ է։ Եվ Քրիստոս աղոթում է, որ մենք պաշտպանված ըլլանք չարեն։ Որն է չարը։ Այս բանում ցեզի պիտի ներկայացնեմ չարին
սահմանումը, աստվածաշնչյան սահմանումը։ Ամեն մի խոսք եւ ամեն մի վարմունք եւ կամ ամեն մի գործ եւ կամ խորհուրդ, որ Աստուծո խոսքին, գամքին ու ծրագրին հագարակ է, այդ չարեն է եւ չար է։ Ոչ թե հիվանդությունը եւ կամ անուշադրությունը չարեն է, ոչ, մենք գրնալ հիվանդանանք, գրնալ մի բահ անուշադիր գտնվին եւ մի արգազմը, փամ մբադահի, ադիգա չէ չարը, գրտնեն, ամեն մի խոսք եւ վարմունք եւ գործ եւ խորհուրդ, որ Աստուծո գամքին ու ծրագրին հագարակ է, այդ չարեն է եւ այդ չար է։ Չարը այն է, որում մեջ գա մեղք, անհնազանդություն եւ ըմփոստություն Քրիստոսի սիրուն դեմ։ Եվ բանակային ծառայության էի Դամասկոս ավելի կամ 40 տարիներ առաջ քարոզիչ մի եկած էր։ Քարոզը դվավ երբեք չեմ մոռանում, որն է ամենամեծ մեղքը։ Երբ որ մենք երդանք Աստված մեզի ինչ ասելու է։ Չգիտեմ, այդ որին այնքան դպավորվեցա, որ սա դերը քեզ պիտի ասի զավակս, չար զավակս կներես, չար զավակ։ Ինչու ին որդին սերը մերժեցիր։ Հիմա սերը գմերժվի, մեկը որ թեմինի սերը ցուցաբերում, գմերժես։ Հավա ի՞նչն ես ընդունելու, թեմինին քեզի ցուցաբերած վատությունը։ Ուրեմն անհնազանդությունը եւ ըմփոստությունը Քրիստոսի սիրուն դեմ չարություն է։ Եսասիրություն եւ հվարդություն եւ իշխողություն մերժելով խոնարհվի Քրիստոսի առաջ։ Այս չարություն է սիրելին։ Ինքնարդարություն եւ արդարացում մեր արարքներում։ Ասոնք սիրելիներ այն մեղքերն են, որ մեզ ուղղակի օրեն փրկութեն են հերու գբահի։ Հիսուս աղոթեց եւ աղոթում է, որ մենք այս չարություններեն ազատված ըլնանք շնորհիվ իր մշտական բարեխոսության։ Ինչպես որ Եբրայեցիս նամակի մեջ շեշտադրված էր։ Մենք միշտ փորձության առջև ենք, որովհետև աշխարհի մեջ ենք։ Ըսկուշանանք մեղանչում են մարդոց դեմ, այլ ավելի ըսկուշանանք մեղանչում են Աստուծո դեմ։ Այս է պատճառը սիրելիներ, որ մենք ճանչնալու ենք Քրիստոսի աղոթքը, որպեսզի ճանչնանք մեր քերակուն թշնամին եւ անոր փորձության հնարքները։ Եվ Աբա սիրելիներ, ասպես սիրտս երում է, ներքրավինք Հիսուսի աղոթքի մեջ։ Մենք Հիսուսի աղոթքի մեջ լինելու ենք, Հիսուսի աղոթքը մեր ամենօրյա շնչառությունը ընլալու է։ Քրիստոսի աղոթքով մենք կճանչնանք Քրիստոսի մեզի ըրած քերակուն շնորհք։ Ինձի երբեմն հարց կդրվեր, կամ ես դիտումնավոր գսեի, աշխարհի վրա ամենափախտավոր մարդը ով է։ Ով է ամենափախտավորը։ Գսեի ինձի հարցնում եք, ես իմ կարծիքս կտամ։ Կընդունիք չէ կընդունիք ազատ եք։ Գսեին ասա։ Կասեի աշխարհի վրա ամենափախտավոր անձը այն է, որ հոգևոր ընտանիքի մեջ կծնի։ Որտեղ մանկութենեն կլսե, մանկութենեն կսորվի, կտեսնե եւ աշխարհի մեղքերում հաղորդ չըլներ։ Բայց երբ որ ասպատկամը կպատրաստեի, տեսա թե աշխարհի վրա ամենափախտավոր անձը այն է, որ դու Քրիստոսի աղոթքի մեջ ես։ Քրիստոսի զատ նույնն է, համարյա նույնն է։ Ներքրավինք սիրելիներ Քրիստոսի աղոթքի մեջ։ Կներես մեկ հատ գնայս, ոնց որ սրա աղավ, թող դա կա հաճիս։ Ուրեմն սիրելիներ, Առաջի գետը, որ Հիսուս ասում է, չեմ աղաչել, որ զանոնք աշխարհեն վերցնես, այլ չարեն բայես, երկրորդ ասում է, սրբե զանոնքու ճշմարտությունովդ,
քու խոսքդ ճշմարտություն է։ Հիսուս ինքն է ճշմարտությունը։ Հիսուս ինքն է խոսքը։ Մենք կսրբվենք Հիսուսի խոսքերով, իրեն գերբարանագից ըլլալով, կյանքով և գործով։ Տեսեք սիրել, Հիսուսի խոսքերը հոգի ու կյանք են։ Երբ Հիսուսի խոսքերը մեր մեջ մտնեն, մեր մեջ մտած կլան, ներգրավված կլան իր սրբությունով։ Խոսքն է, որ մեզի գուղե գարաշնորհ թեպի սրբություն։ Այս ճշմարտությունը կգիրառվի, երբ մենք մեր անձերը ընձայենք, որպես կենդանի զոհը, սուրբ, Աստուծո հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը։ Մեր անձերի ընձայումը։ Հիսուս իր անձը ընձայեց իր սուրբ և անարատ կյանքով։ Հիսուսի ընձայման գադարը, բարձրագույն դերը իր զոհաբերությունն էր։ Խորհրդազենք սիրելիներ, Հիսուս իր անձը զոհաբերեց, նվիրեց մեր փրկության համար։ Մեր խաչը, որ մենք կյանքի մեջ խաչեր կունենանք և խաչեր կգրենք, դա մեր զոհաբերությունն է։ Ես մի քերու աղջիկ ունիմ, շատ համեստ, շատ ազնիվ, լուրջ, հարկանոք, շատ լավ դիգին է։ Փաս և այնպես իր կյանքի մեջ էսպես ասած, դժբախտ պատահարներ պատահեցավ, ինքը շատ երիտասարդ էր, քերուսկինը քաղցկեղով մահացավ 85 թիվին, վրան շատ տարիներ չանցավ, հայրը մահացավ, մի հատ եղբայր ուներ, մի քիչ աշխարհային, խորը կյանք ապրեցավ, և 5-6 տարի առաջ էստեղ Հայաստանում մահացավ, շատ վատ առողջական պայմաններով, փառքասով փրկություն ունեցավ, Հալեբ Մորսկով եկավ, ծնգի եկավ, որ կուրավոտելիք մաքրվի ինգերլոտված են։ Եվ իմ քերուս աղջիկը իմ մորմես արածը լալով անձը Քրիստոսի նվիրեց և շատ լավ հոգևոր կյանք ապրի։ Բայց այս վերջին 10-12 տարի մի հիվանդություն ունեցավ, մի հիվանդության մեջ է, որ ահավոր է, ոչ բժշկությունը, ոչ տեղերը, ոչ մի բան չօգնեցել է։ Հանգարց բոլոր մարմինը սարսափելի կթողա և ցավերը իրեն կբռնեն։ Այս Հալեբի այցելության վիկային ասել է, ապրիլս ինչու է, այլևս անգարող է, ընտանիքին չի գրնա օգնել, ինքն իրանցին չի գրնա օգնել, շատ և շատ ցավալի վիճակ է։ Ուրեմն երբ որ վիկային ասել է, ապրիլս ինչու է, այցելեցի, այս թեման չի բացի, լուրջ աղոթում էի, ով դեր սարպին օգնե, ով դեր սարպին ողորմություններ է, բայց եվ այս պատկամը կպատրաստեի, և հոս հասա, չգիտեմ ինչու, որ մեր խաչերում գադարը, բարձրագույն թիրքը զոհաբերություն է։ Ինքը իր լուրությունով, իր հավատքով, իր քոհունակությամբ, իր անձը զոհաբերած է Քրիստոսի։ Շատ ցավալի է վիճակը։ Երբեք այդպես չէր։ Ինտական պայմանները լավ էր, ինքը սիրուն աղջիկ էր, այսինքն լավ էր։ Հացարիկ չէր, բայց լավ էր։ Շատ լուրջ էր։ Իսկ մարդկային ակնոցով դե ինքը արժանի չի ասում։ Մարդու վնաս չհաստուցած, նվիրվեցավ, եկեղեցին ծառայում էր, բայց տեսա թե իր կյանքը զոհաբերություն է Քրիստոսի։ Ինչս է ուզում, նվիրում ունիս,
նվիրված ես Քրիստոսի, այդ կնշանակե, որ դու սկսել ես նմանվել Հիսուս Քրիստոսի։ Դու սկսել ես նմանվել Հիսուս Քրիստոսի։ Ասի շնորհք է։ Եթե գուզեք հաստատել, առաջի Պետրոս 4-րդ գլուխը կարդացեք։ Եթե դուք Քրիստոսի անվան համար չարչարվում եք, երանելի եք, որտեղ դուք այն ճանապարհին եք, որ պիտի ստանաք փարած բսակը։ Ասեն, թե երկրի վրա, թե երկնքի մեջ։ Հուքա օրը եւ գտեսնեք ու ելեք եւ գվգայեք։ Հիսուս աղոթում է սիրելիներ, որ մենք լինենք սրբված, որովհետեւ մեր թիմագայած փորձություններեն մեկն ալ։ Մենք ինչ փորձություն կթիմագայենք, հեշտասիրություն, էգոիստություն, մեղքի զվարճություն եւ Հիսուսի ասած փորձություններեն մեկը, որ վերջին ժամանակներում պիտի ալա, Ղուկաս 17-ի մեջ Հիսուսը ասա. «Զգուշացեք, որ ձեր սրտերը գեր ու խումով չծանրանան եւ հանգարձակի այդ օրը ձեր վրա գա»։ Այսօրվա հավատացյալներուն թիմագայած փորձություններեն մեկն է, ոչ ամենտեղ, բայց շատ տեղեր գեր ու խումի փորձությունն է։ Դերը մեզ բոլորիս սուրբ է։ Եվ երրորդ եւ վերջին կետը Քրիստոսի քահանայապետական աղոթքով միություն Քրիստոսի մեջ։ 17-րդ գլխում 21-րդ համարը այսպես սկսել, որպեսզի ամենն ալ մեկ ըլլան, ինչպես տուն ով հայր, իմ մեջս, ու ես քու մեջը, որպեսզի անոնքալ մեր մեջ մեկ ըլլան, եւ աշխարհ հավատա թե տուն ղրգեցիր զիս։ Միություն Քրիստոսի մեջ։ Սիրելիներ, հատվածը շատ խորհուրդ է, ընդարձակվելու շատ տեղ կա։ Բայց մի քանի նախադասությունով պիտի ամփոփեմ։ Փառք Աստծո, դուք տուն սիրելի քույրս եղբայրս Քրիստոսի աշակերտ ես։ Եվ ես հավատում եմ, եւ ես լենում եմ, որ Քրիստոս փնագում է քու ներսիդիդ։ Եվ այս կյանքը քերակույն առանձնաշնորհումն է։ Որքան քու սիրտդ փանաս Քրիստոսի, այնքան Քրիստոս կթագավորե քու ներսիդիդ եւ գլեցնե քեզ իր սուրբ հոգիով։ Փակ սիրտդ քույրս եղբայրս։ Քրիստոս իր հոգիի զորությամբ փնագում է քու ներսիդիդ եւ այս գամրապնտե քու միությունդ իր մեջ միացած ես Քրիստոսի։ Քրիստոսի հետ քու ունեցած միությունդ կդրսևորվի քու ունեցած միությունդ եղբայրներուն հետ։ Եթե միության մասին խոսում ենք, չեմ ուզեր զանցնել, բայց այսօր այնպիսի բաժանումներ կա եկեղեցական հավատացյալներում, որը Հիսուս Քրիստոսի սրտին խրված փուշեր է։ Քիչ մգա, որ դերը հայտնությամբ տվեր է երկխոսությամբ, ճշմարիտ կյանք Աստծո մեջ։ Քրիստոս աղաղակում է, աղաչում է, որ հերիք է իմ սրտին փուշեր խոցեք, փուշեր խրեք, իմ սիրտը այրուն է լացում, ձեր բաժանումներով, ձեր իրարու հանդեպ ունեցած հագարակությունը։ Մեր Քրիստոսի հետ ունեցած միությունը կդրսևորվի մեր եղբայրներուն հետ ունեցած միության հետ։ Եթե մենք մեր եղբայրներու հետ միություն չունենք, արդյոք Քրիստոսի հետ միություն ունենք։ Հոն Քրիստոսի հետ միության մեջ ենք, բայց ոչ եղբայրներու հետ։ Լուրջ է, կարևոր է, որ Հիսուս աղոթում է մեզ։ Քրիստոսի հավատացյալներու միությունը եւ սերը միմյանց հանդեպ, իրարու հանդեպ քերակույն ապացույցն է, որ մենք իրեն աշակերտ ենք։ Այդպես աղոթում է Հիսուս։
Քրիստոսի փախցանքն է, որ ինչպես ինքը հորը մեջ է, նույնպես հավատացյալներն իր մեջ մեկը լան։ Մենք Քրիստոսի փառքը գրնանք տեսնել եւ իր մեջ ապրենք։ Այսինքն ինքն է մեր ամեն ինչը, մեր որոշումներուն եւ գործերուն վրա իշխող։ Այս է Քրիստոսի միշտնչենական աղոթքը իր զավակներուն համար։ Այս է հոգևոր հասունության չափանիշը։ Հոգևոր հասունությունը սիրել լինել գիտություն չէ, վգայական չէ, այլ միություն Քրիստոսի մեջ, միություն իրարու հանդեպ։ Ճանչնանք Հիսուսի աղոթքը։ Հաճախ կարդացեք այս ուղը։ Աղոթենք Հիսուսի աղոթքը։ Երբեմն ոմանք կսեն ինչ աղոթեն։ Եթե ցեզի հարցնեն ինչ աղոթենք, մի վարանի, սա մի հատ Հովանու 17-ը կարդ։ Եվ տեսեք Քրիստոս ինչպես կսե, ես քեզի գուկամ ով Սուրբ Հայր, ով Սուրբ Հայր, ասոնք ու խոսքը պահեցին։ Ինչ աստեցիկ աղոթք է գիտեք, ինչպես մեզ գփոխ է։ Ճանչնանք Հիսուսի աղոթքը, աղոթենք Հիսուսի աղոթքը եւ ասենք դեր մեզ չարեն բահե, դեր չարեն բահե ինձ։ Տեսեք, ոմանք շատ եզակի գաղոթ են։ Մանավանդ եկեղեցական շրջանագի մեծ սիրելիներ մենք աղոթելու ենք հոգնագի, դունը եզակի աղոթենք։ Երբեմն գբադայել, երբեմն չէ շատ։ Ով դեր օրհն է ինձի բահե ինձի, կողքդ եղբայրներդ քույրերդ կան եկեղեցու մեջ։ Հիսուս ինչը սա, ասոնք, սրանք, դեր մեզ չարեն բահե, դեր սրբե մեզ, դեր մեզ միության մեջ բահե։ Ահավասիկ Հիսուսի աղոթքը, երեք կաշ նախատասություններ, եղբայր Արութ, եղբայր Էդգար, եղբայր Ռաֆի, եղբայր Արմեն հրամեցեք, մենք հիմա մեր եղբայրներուն քույրերուն համար պիտի աղոթենք։ Ինչ պիտի աղոթենք, դեր չարեն բահե, դեր սրբե, դեր միության մեջ բահե։ Դերը ցեզ արադավես օրհն է եւ Հիսուս Քրիստոսի աղոթքը թող այսօր ցեզ մեր բոլորին վրա